դժողքում ինչ որ իրականում կատարվում է, դրա դիմաց շատ մի ցածր բան է։ Ես ասեմ թանկագիններս դժողքում այդ ձեր տեսած սարսափ ֆիլմից ավելի վատ տանջանքներ ան դե կատարվում ու գիտեք ամենավատը որն է, որ այդ ամեն ինչը մենք իմանալով որ մեր հարազատները, չգիտեմ, բարեկամները դժողք են իթում, բայց մենք սովորական մեր համար, մեր առօրյայով ապրում ենք։ Ասեմ սիրելիս, եթե դու իրականում իմանաս, որ քո հարազատը, քո ընտանիքի անդամը դժողք է իթալու, դու չես կարող անտարբեր լինես։ Դու չես կարող հանգիստ քնես։ Այն հացը, որ դու ուտում ես, ուր չի էթա։ Օրինակ նայեք, երբ որ մենք մի հատ հարազատ ենք կորցնում, մեր հաց ուտելը չի գալիս, չէ՞։ Ինչի համար, որտեղ սուգ կա։ Դրա համար թանկագիններս երանելիների մեջ ասում են Երանի սքավորներին։ Հա մենք մեր Տիրոջով ուրախանում ենք, բայց ընդ մարդիկ կան։ Ինչ որ մեկը քեզի փրկեց, բերեց ստե, չէ՞։ Բայց դու այդ կանչված ես, որ ինչ որ մեկին փրկես բերես։ Նաև մի բան էլ եմ ուզում ասեմ, սիրելիներ։ Թող քո ամեն տաղանդները, ամեն ինչը Տիրոջը փառավորի։ Եթե դու երգում ես, թող քո երգը Տիրոջը փառավորի։ Եթե դու նվագում ես, թող քո նվագը, քո երաժշտությունը Տիրոջը փառավորի։ Գիտես, կա երգ, որ սատանային է փառավորում, կա նվագ, որ սատանային է փառավորում, կա պար, որ սատանային է փառավորում, կա պար, որ Տիրոջն է փառավորում։ Եթե թանկագինս դու ինչ տաղանդ որ ունես, թող Տիրոջը փառավորի։ Ամեն ծունկ ասում է, թող ծռվի եւ ամեն լեզու թող դավանի, որ Քրիստոսն է Տերը։ Գիտեք սիրելիներ, ես մի բան կարամ ասեմ, Աստված իր հոգին չափով չի տվել։ Եվ մենք այդ հոգին կրում ենք մեր մեջ։ Տիրոջ հոգին մեր մեջ է բնակվում եւ Տիրոջ հոգին ավելի զորավոր է, քան նա որ աշխարհի մեջ է։ Ով է աշխարհի մեջ, սատանան։ Քո ներսի հոգին ավելի զորավոր է։ Գիտեք թանկագիններս այս վերջում մեր հովներից մեկի հետ խոսում, ասում է թանկագիններս դուք լեզուներով աղոթեք, լեզուներով աղոթքը քո մարմինը բժշկում է։ Լեզուներով աղոթքը քո շունչն է բժշկում, քեզի ազատում է դեպրեսիաներից։ Լեզուներով աղոթքը նորոգում է քո կյանքը, քո ուրախությունն է վերականգնում։ Դա մի զենք է, որ սատանան փակում է։ Ամեն թանկագիններս, մի հետաքրքիր բանից եմ ուզում խոսալ։ Եթե դու իմանաս քո տասանորդը ինչ որ մեկին փրկում է դժողքից, դու կտաս քո տասանորդը։ Թանկագիններս, ես մի բան ասեմ, առանց ֆինանսների դա եւս ծառայություն է։ Հնարավոր է քո ֆինանսը թանկագինը սատանային փառավորի, հնարավոր է քո ֆինանսը Աստծո փառավորի։ Աստված դրել է թանկագինս եւ ասել է, որ տասանորդը բերեք գանձատուն։ Ինչի համար, սիրելիս, մեր բոլորի տասանորդները սկսած ինձանից մարդկանց է փրկում, որոնք գնում են դժոխք։ Քո, լսում եք սիրելիներ, ինչ եմ ասում, քո տասանորդը, եկամտի տասանորդը դժոխքից մարդկանց փրկում է։ Այսօր սիրելիներ, որ այսքան ժողովուրդ կա այստեղ հավաքված, դու ինչ որ մեկի պտուղն ես։ Ինչ որ մեկի տասանորդով ստեղաթոռ է գնվել։ Ինչ որ մեկի տասանորդով ստե ձմեռը տաքացվում է հատակը։ Ամեն թանկագիններս, Աստված սպասում է, որ դու քո տասանորդը բերես իր տուն։ Լավ էր խոսում մեր Աստղի քույրը, եւ դա, սիրելիներ, չի մնալու անպատասխան։ Աստված չի ասում բեր ու դու կսննկանաս։ Աստված ասում է դու տուր ու դու կտեսնես ինչա լինելու։ Քո թանկագինս մարմինը թող Տիրոջը փառավորի։ Ամեն։ Ես մի բան ասեմ, սիրելիս, եթե դու խնայում ես քո տասանորդը Աստծո տուն բերելուց,
գիտեք ինչն է պատճառը, ագահության ոգին թույլ չի տալիս։ Իսկ Հիսուսը մի առակի մեջ ասում է զգուշացիք ագահությունից։ Թանկագիններս, եկեք միաբանվենք եւ կառուցենք Տիրոջ արքայությունը։ Որն է Տիրոջ արքայությունը։ Գնա ու փրկիր այն հոգիներին, որոնք դժոխք են գնում։ Օրինակ եղիր քո հարևանների, ազգականների, քո գյուղի, քո քաղաքի համար։ Թող որ քեզի տեսնելով, գիտես ինչ տեսնեն, Քրիստոսին տեսնեն քո մեջ։ Ամեն թանկագինս մեր Աստված բժշկում է, մեր Աստված ազատագրում է, մեր Աստված օրհնում է, բայց դու քո ուխտերը պետք է կատարես թանկագինս։ Դու պետք է ուխտ կապես Տիրոջ հետ, որ դու իմ Տերն ես եւ ես քո զավակը։ Եվ ես կպահեմ քո պատվիրանները մինչև իմ կյանքի վերջ։ Իմ սերունդները կպահեն քո պատվիրանները։ Թանկագինս մեր Աստված ուխտի Աստված է։ Ամեն։ Հիմա ուզում եմ ուղղակի սա որպես առաջաբան ուղղակի սրտումս կար սիրելիներ, հորդորի խոսք, որ սիրելիս եկեղեցում ընծան, եկեղեցում տասանորդը հոգի է փրկում, նպատակը դա է։ Եթե որևիցե մեկը առաջի անգամ եկել է այստեղ ու ուզում է կյանքը տա Տիրոջը, դա այդ ազնվորությունը նման է մի նորածին երեխայի, որ ծնվել է, բայց եթե նրան հոգ չտանենք թանկագիններս, եթե դու երեխա ես ծնվում քո տան մեջ, հոգ չտանաս, ինչ կլինի։ Չէ, ինչ կլինի, պարզ ասեք։ Չի մեծանա եւ կապրի, չի ապրի, կմահանա, նույնը թանկագիններս, ասեմ ձեզի, քո ֆինանսները ծառայելու են, մեր ֆինանսները ծառայելու են մեզ, մեր ֆինանսները ծառայելու են այն մարդկանց, որոնք ուզում են ապրեն Քրիստոսի կամքով, որոնք վերստին ծնունդ ունեն։ Ամեն սիրելիներ, ինչ կարևոր բան կա այս աշխարհում։ Ամենակարևոր բանը այս աշխարհում, երբ որ ինչ որ մեկը Հիսուս Քրիստոսին որոշում է կայացնում, Հիսուս Քրիստոսին ընդունատիր ու փրկիչ, դրանից կարևոր բան չկա այս երկրի վրա, թանկագիններս։ Եվ մեր բոլոր ֆինանսները պետք է ուղղվի այս նպատակի համար, որ փրկվեն, հաստատվեն, գտնեն իրենց կոչումը եւ իրենց կոչումը ծառայեն Տիրոջը մինչեւ իրենց կյանքի վերջ։ Սա է թանկագիններս։ Գիտեք, Աստվածաշնչում մի առակ կա, ասում է մի հարուստ մարդու արտերը լիքը բերք տվեցին։ Ասում է այս հարուստ մարդը ասավ, ինչ պետք է, ինչ անեմ, պետք է ամբարներս մեծացնեմ։ Բայց գիտես Աստված ինչ ասում։ Ասում է դու հաջորդ օրը քո հոգին վերցնելու եմ։ Ինչ է լինելու քո ունեցվածքը։ Չգիտեք թե ինչ կլինի։ Թանկագիններս, ես առավել ասում եմ երկրի վրա գանձեր մի դիզեք, երկնքում գանձեր դիզեք, երկնքում գանձեր դիզելը գիտեք որն է, որ դու ապրում ես և կատարում ես երկրի վրա այն ինչ որ Աստված հրամայել քեզի։ Ամեն թանկագիններս, ասում եմ մի սիրեք այս աշխարհը, մի նմանվեք այս աշխարհին, այս աշխարհի կերպարանքը մի ունեցեք։ Աշխարհի կերպարանքը գիտես որն է։ Աշխարհի կերպարանքը մեղքն է, հպարտությունն է, պղծությունն է, անբարտավանությունն է, ագահությունն է։ Գիտես սիրելիս, Աստված քեզի կանչել է այստեղ, որպեսզի ապրես սրբությամբ։ Դու սրբության օրինակն ես այս պիղծ աշխարհի մեջ։ Ամեն թանկագիններս, այսօր ուխտի մասին եմ ուզում խոսանք։ Այսօր ուզում եմ ուխտի մասին խոսանք, թանկագիններս։ Ինչ է նշանակում ուխտ։ Ասեմ սիրելիներ, որ ուխտը, լավ, պրծանք։ Ասեմ թանկագիններս, Աստված ուխտի Աստված, գիտեք ինչ է նշանակում ուխտի Աստված։ Աստված սպասում է, որ իր ժողովուրդը իր այդ ուխտի մեջ մտնի։ Ես ասեմ Աստված երկնքում իր գահին նստած սպասում է, որ իր ժողովուրդը իր այդ ուխտի մեջ մտնի։ Գիտեք Իսրայելում ինչ ձև էր։
Երբ որ երեխեն ծնվում էր, դառնում էր 7 օրական, նրան տանում էին տղերքին, թլփատում էին։ Գիտեք այդ թլփատությունը ինչ խորհուրդ ուներ։ Ուխտի խորհուրդ ուներ։ Որ նա իմանա արդեն։ Իսրայել ժողովուրդը թանկագինները սուրբ ժողովուրդ էր, ընտրված ժողովուրդ էր, Աստծո համար ընտրված ազգ էր, քահանայական սերունդ էր, եւ Աստված ուզում էր, որ իր ժողովուրդը նամանավանդ տղերքը նվիրված լինեին։ Թանկագիններս մեր Աստված չի փոխվել։ Աստված ուզում է, որպեսզի բոլորս մենք ապրենք իր կամքով, իր խոսքով եւ ուխտի մեջ մտնենք իր հետ։ Ամեն։ Թանկագիններս թլփատությունը դա ուխտի նշան է, հին ուխտում, նոր ուխտում, սիրելիներ, երբ որ մենք հրաժարվում ենք մեր մեղքերից, գիտեք ինչն է դրա նշանը, մկրտությունը ջրի մեջ։ Ես ուզում եմ պատրաստեմ քեզի այդ ուխտին։ Երբ որ սիրելիներ, գիտեք Աստված Հիսուս Քրիստոսին Աստվածաշնչում համեմատում է, գիտեք ինչի հետ։ Փեսայի հետ, եկեղեցուն հարսի հետ։ Եկեղեցին համեմատում է հարսի հետ, Հիսուսին Փեսայի հետ, այսինքն ընտանիքի մասին է խոսքը։ Սիրելիներ, երբ որ հարսը ու Փեսան կանգնում են Տիրոջ առաջ ուխտ են անում, չէ՞։ Մատանի է դրվում։ Մենք պսակադրություն ենք անում, մատանի է դրվում։ Այդ մատանին հետ ինչ նշան է։ Ուխտի նշան է։ Ինչ է նշանակում ուխտ։ Ուխտ թանկագիններս նշանակում է պայմանադիր, դաշին կնքել, խոստանալ, երթում տալ, որոշել։ Հավատարմության ուխտ։ Գիտես, դու ամուսնանում ես, դու ուխտ ես անում։ Ամուսնանալուց հետո քո ամուսինը լավը կլինի, վատը կլինի, ինքը քո ամուսինն է, դու ուխտի մեջ ես։ Դու ունես արա, որ ինքը լավ է լինի։ Չգիտեմ, ծոմ վերցա։ Նույնը հակառակը, սիրելի եղբայր, ամուսնացել ես, քո կինը լավն է, վատը, դու ուխտի մեջ ես, վերջ, ինքը քոնն է։ Ամեն։ Նա դուխով ասեք ամեն։ Վախենալը բան չեմ ասում։ Գիտեք, սիրելիներ, մի հատ բան եմ ուզում ասել։ Մենք յուրաքանչյուրս կատարելություն ենք փնտրում մեկս մյուսից, ճիշտ է։ Սխալ է դա։ Իսկ դու կատարյալ ես, որ դիմացինից կատարելություն ես փնտրում, կատարյալ չես։ Ցավալին գիտես որ մարդը իր սխալներն ու թերությունները չի տենում, բայց դիմացինի թերությունները տենում ու խոշորացույցով է տենում։ Այստեղ եք թանկագիններ։ Հիմա շատերը ամուսնացել են անհավատության մեջ, ամուսնացել են անհավատ ամուսնու հետ կամ կնոջ հետ, դա է, դու ուխտի մեջ ես, թանկագին ես։ Դու ուխտ ես արել Տիրոջ առաջ, աղոթա, օրինակ եղի, դու փոխվի։ Միգուցե Պողոս առաքյալն ասում է դու նրա համար ես, որպեսզի իրանը շահես ու փրկես իր հոգին։ Դժվար է, բայց դե պետք է պայքարել։ Ով է հաղթում թանկագիններ, նա է հաղթում, ով որ պայքարում է։ Եթե դու փոխվես, ես մեր քույրերին միշտ մի բան եմ ասում, ուզում ես փոխվեն, դու փոխվի։ Ուզում ես քո տանիքը փոխվի, դու փոխվի, թանկագին ես։ Դու չես փոխվում, ուզում ես որ դիմացինը փոխվի, չի լինելու։ Ամեն սիրելիներս, ինչ է նշանակում ուխտ։ Ուխտ նշանակում է երթում տալ, որոշում կայացնել։ Ամեն սիրելիներ։ Հիմա թանկագիներս, մենք մկրտության օրը ինչ ենք ուխտ անելու։ Գիտեք Տիրոջ հետ։ Ուխտ ենք անելու Տեր, ես իմ ամբողջ կյանքի ընթացքում ապրելու եմ միայն ու միայն քո պատվիրաններով, քո կամքով։ Ինչքան էլ որ դա դժվար կլինի։ Որքան էլ որ ես քո պատվիրանները պահելով կտուժվեմ, բայց միևնույնն է ես պետք է հավատարիմ մնամ
քո պատվիրաններին։ Սա ուխտ է։ Իսկ Աստված գիտես ինչ է խոստանում։ Ասում է ես կորցնեմ նրանց, ովքեր որ իմ պատվիրանների մեջ կմնան։ Հիմա ես ուզում եմ մի ուխտի օրինակ մենք նայենք։ Եկեք Ծննդոց 28:20-ը նայենք։ Եկեք բացենք մեր Աստվածաշնչերը։ Կա ստե մարդ, որ ուզում է իր կյանքը օրհնվի։ Եթե դու ամբողջ սրտով Տիրոջից չես հնազանդվում, մոռացի օրհնությունների մասին։ Գիտեք շատ քրիստոնյաների կյանքին ինչի համար չի օրհնվում, ամբողջովին հնազանդություն չկա։ Հիմա տեսեք թանկագիներ, սա Ծննդոց 28:20-ն է։ Ասում է եւ Հակոբը ուխտ արավ։ Եկեք, գիտեք 15-րդ խոսքից կարդանք Աստված խոսում է Հակոբի հետ։ Ասում է ահա քեզի հետ եմ եւ ամեն ուր որ գնաս ես քեզ պիտի պահեմ։ Եվ քեզ այս երկիրը պիտի դարձնեմ։ Քանզի մինչև որ իմ քեզի արածս չանեմ, քեզ պիտի չթողեմ։ Աստված խոսում է Երազով Հակոբի հետ։ Հակոբը արթնացավ քնից եւ ասավ իրականում Տերը այստեղ էր եւ ես չիմացա։ Եվ վախեցավ ու ասավ ինչ ահավոր է այստեղը։ Այս ուրիշ բան չէ, բայց միայն Աստծո տուն է։ Այս է երկնքի դուռը։ Հակոբը առավոտ կանուխ ելավ եւ իր գլխի տակ դրած քարը առավ եւ նա իբրև արձան կանգնեցրեց եւ նրա գլուխը յուղ թափեց։ Եվ այնտեղի անունը Բեթել դրեց։ Բայց առաջ այն քաղաքի անունը Լուզ էր։ Հիմա թանկագնես 20-րդ խոսքը ասում է եւ Հակոբ ուխտ արավ։ Լսում եք։ Ու ասավ. Եթե Աստված ինձի հետ լինի, ու այս գնալու ճամփուս մեջ ինձ պահի, ու ինձի ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տա, եւ իմ հորս տունը խաղաղությամբ դառնամ, Տերը ինձի Աստված թող լինի։ Եվ այս քարը, որ ես իբր արձան կանգնեցրեցի, Աստծո տունը թող լինի, եւ այն ամենից, որ ինձի պիտի տաս, քեզի 10-րդ պիտի տամ։ Ասում է, եթե նայեք, ինչ ասում։ Ասում է, եթե Աստված ինձի հետ լինի։ Սա էս եթե միշտ կա, էս եթե։ Երազով Աստված ասել, ես քեզի հետ կլինեմ, բայց ինքը լինում ասում, եթե Աստված ինձի հետ լինի։ Հիմա թանկագինես մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, եթե դու հնարավոր է Աստված քո հետ լինի, բայց դու չիմանաս։ Կարա լինի։ Եղբայրներ։ Մեր եղբայրներից մեկն ասում է չի լինի։ Ես կարծում եմ հնարավոր չի, որ Աստված քո հետ լինի, բայց դու չիմանաս։ Չլնող բան է թանկագիններս։ Եթե Աստված քո հետ է լավ, դու զգալու ես դա։ Դու նրա պաշտպանությունն ես տինալու, դու նրա հոգատարությունն ես տինալու, դու նրա ներկայությունը զգալու ես։ Հնարավոր չէ։ Մի բան ասեմ, եթե Աստված քեզ իր գրկից իջացրել է, դա չի նշանակում, որ Աստված քո հետ չի։ Եթե Աստված քո ձեռքը մի պահ թողել է, դա չի նշանակում, որ Աստված քո հետ չի։ Ամեն թանկագիններս։ Նայեք ինչ ասते ասում։ Ասում է, եթե Աստված ինձի հետ լինի, այս գնալու ճանապարհից մեջ ինձ պահի ու ինձի ուտելու հաց ու հագնելու հանդերձ տա եւ իմ հորս տունը խաղաղությամբ դառնամ, Տերը ինձի Աստված թող լինի։ Այսինքն թանկագիներս, նայեք ինչ ասում, ուխտի մեջ է մտնում Հակոբը երկնքի Աստծո հետ։ Ասում է ես նրանք երկրպագեմ, իմ 10-րդը կտամ, ամեն ինչ կանեմ, մենակ թե ինքը իմ հետ լինի, ինձի հաց տա ուտելու, հանդերձ տա հագնելու եւ իմ հորս տունը խաղաղությամբ դառնամ։ Թանկագիներս Տերը երկնքի Աստվածը ուսում է, որ դու օրհնված լինես։
ինքը քո հետ լինի, ուզում է որպեսի ինքը քեզի կերակրի, օրհնի, բայց գիտեք փոխարենը ինչ ակնկալում, քո ընծայումը, քո տասանորդը, քո երկրպագությունը։ Ամեն թանկագիններս։ Եթե դու ուխտ ես անում քո կյանքը նվիրել Տիրոջը, դու եւ երկրի վրա օրհնված կլինես, եւ երկնքում հավիտյան օրհնված կլինես։ Եթե ուխտ անես։ Հիմա հետաքրքիր մի հարց եմ ուզում տալ։ Կա աստե մարդ, որ սիրում է Տիրոջ պատվիրանները։ Իսկ կա աստե մարդ, որ Տիրոջ պատվիրանները իր համար հաճելի է։ Դու օրհնված մարդ ես, թանկագինս։ Եթե ամբողջությամբ հնազանդվես, ամբողջ սրտով հնազանդվես Տիրոջը, դու օրհնված ես լինելու, սիրելիս։ Հիմա ուզում եմ հաջորդ տեղը նայենք։ Եկեք բացենք Առաջի Թագավորաց առաջի գլուխը։ Առաջի Թագավորաց առաջի գլուխ։ Հետաքրքիր պատմություն ուզում եմ կարդամ։ Ասում է Եփրեմի լեռից Արիմաթեմ Սոփիմե Եղկանա անունով Եփրաթացի մարդ կար, որ Սուփիի որդի Թովայի որդի Եղիուսի որդի Երոմի որդին էր։ Նա երկու կին ուներ, մեկի անունը Աննա, մյուսի անունը Փենանա էր։ Փենանան զավակներ ուներ, բայց Աննան զավակ չուներ։ Այն ժամանակ օրինական էր 2 կամ 3 կին ունենալը, բայց հիմի ոչ։ Այն մարդը տարեց տարի իր քաղաքից ելնում էր, որպեսզի Սելովի մեջ զորությունների Տիրոջը երկրպագություն եւ զոհ մատուցանի ամեն տարի։ Այնտեղ Հեղինով էր, Հեղին քահանայապետն էր, երկու որդիները Ոփն եւ Փենեսը Տիրոջը քահանաներն էին։ Եղկանը իր զոհ մատուցած օրը իր կնոջ Փենանայի եւ նրա տղաներին աղջիկներին մեկ-մեկ բաժին տվեց։ Իսկ Աննային կրկնակի բաժին տվեց, այսինքն իրար նվերներ էին տալում, կրկնակի բաժին տվեց Աննային, քանզի նա Աննային սիրում էր։ Բայց Տերը նրա արգանդը գոցել էր։ Նրա նախանձորդը Փենանան նրան կսկսեցնելու համար խիստ վշտացրեց, որովհետև Տերը նրա արգանդը գոցել էր։ Գիտեք ինչ էր ասում։ Ասում էր դու Աստծուց անիծված ես, դու անպտուղ ես, անպտուղել կմնաս, ու սենց անընդհատ խայթում էր։ Անընդհատ խայթում էր։ Եվ Աննա ամեն տարի Տիրոջ տունը ելած ատենը Եղկանը այնպես կաներ։ Փենանան էլ նույնպես Աննան կվշտացներ եւ նա կլացեր եւ չէր ուտեր։ Այրը Եղկանը նրան ասավ Աննա, ինչու կլացես եւ ինչու չես ուտում եւ ինչու համար սիրտդ այդպես տրտում է։ Միթե ես քեզի 10 որդիից լավը չեմ։ Աննան Սելովի մեջ ուտելուց, այսինքն մխիթարում էր, էլի, իր կնոջը մխիթարում էր։ Աննան Սելովի մեջ ուտելուց եւ խմելուց հետո ոտքի ելավ։ Այդ գիտեք ինչա նշանակում ոտքի ելավ։ Իր աղոթքի կյանքը փոխվավ։ Մեր ուրիշ ձև ինքը սկսեց մոտենալ Աստծուն։ Եղել է, երբ որ դու աղոթում ես, պատասխան չկա, հա։ Լսի, քո աղոթքը պետք է փոխվի։ Ասում ոտքի ելավ։ Այն եղել է, որ ասում ես չի լավ, սես չի լինացած ձեռդ խփում ես սեղանին, ասում ես, «Всё, ես ուրիշ ձևի պետք է սկսեմ Աստծուն պաշտել»։ Սատանա երիքա։ Աբրահամի աղոթքի կյանքն էլ փոխվավ, որ պտուղ ելավ։ Քանի ոտքի չես ելել, թանկագինս, քո կյանքում ոչ մի բան չի փոխվի։ Ստեյք։ Դու պետք է ոտքի ելնես։
Ասում ոտքի ելավ, հեղի քահանան տիրոջ տաճարի սեմերիքով աթոռի վրա նստել են։ 10-րդ խոսքը ասում է եւ տրտմալից հոգով տիրոջ առջև աղոտ քարավ ու խիստ շատ լացավ։ Դու ունես խնդիր։ Կաստ է մարդ, որ ունի խնդիր։ Բոլորը ունեն։ Դու էլ ունես, մեր ջան։ Կաստ է մարդ, որ խնդիր ունի, չեմ ասում բարձրաձայնեց։ Դժվար է տես մարդը լինի, որ խնդիր չունենա։ Դու պետք է ոտքի ելնես, թանկագինես, ու խիստ շատ լաց լինես տիրոջ առաջ։ Տրտմալից հոգով ասում է։ Ինքը երեխա չուներ ու դրա համար շատ էր ինքը ծանր տանում։ Հասկանում եք թանկագիններս։ Շարունակությունը, ասում է տրտմալից հոգով տիրոջ առջև աղոտ կարավ ու խիստ շատ լաց եղավ, խիստ շատ, ասեք խիստ շատ։ Ուխտ անելով ասավ, լսում եք ինչ անում։ Հենց որ պահը գալու է, դու պետք է ուխտ անես, թանկագինս։ Ուզում ես Աստված շարժվի։ Աղոթում ես Աստված չշարժվում, չէ՞, չկա, ոչ մի ձեն, ոչ մի ձու, ընդհանրապես ոչ մի բան չկա։ Աղոթում ես լռություն, լռություն։ Ուզում ես Աստված շարժվի։ Դու պետք է ուխտ կապես Տիրոջ հետ։ Եվ ինչպիսի ուխտ արեց Աննան։ Երևի պատմությունը շատերը լսած կլինի։ Տեսեք ինչ ասում։ Ուխտ անելով ասավ, ով Տեր զորության։ Զգում եք, որ սրտից է իթում արդեն աղոթքը, փոխված աղոթք էր։ Գիտեք ինչ համար էր աղոթքը փոխված, որտեղ արդեն ինքը ուխտ էր որոշի աներ Տիրոջ հետ։ Լսեք ինչ ասում շարունակությունը։ Ուխտ անելով ասավ, ով Տեր զորության։ Եթե քո աղաղթիդ նեղությանը նայես ու ինձ հիշես, նեղությանը նայես ու ինձ հիշես, քո աղաղթին չմոռանաս, քո աղաղթիդ արու զավակ տաս, արու զավակ տաս, նրան Տիրոջը պիտի նվիրեմ եւ իր կյանքի բոլոր օրերի մեջ նրա գլխի վրա ածելի պիտի չզարնվի։ Այդ որ ֆիլմերի մեջ մենք Սամուելին տենում ենք, կդրած մազերով, դա իրականում չի եղել։ Սամուելի մազերին մանկուց մգրած չի կպե, ես ձև ասեմ։ Վարսավիրանոց ինքը չի գացել, Վարսավիր չի ունեցել։ Իրա մազերը երկար այլ է։ Եվ դա ուխտի նշան էր, որ ինքը ուխտավոր է Տիրոջ առաջ։ Ուզում է Տերը, կներեք, Աննան աղոթում է, ինչ է ուզում։ Տղա երեխա է ուզենում, ասում է կտամ քեզի Տեր։ Շարունակություն ասում է, երբ նա Տիրոջ առջև իր աղոթքը երկարացրեց, դու նկատում եք, որ այս աղոթքը տարբերվում էր այն մնացած աղոթներից, այսի ուրիշ աղոթք էր։ Թանկագինս մենք պետք է ոտքի կանգնենք։ Եթե սատանան ինչ-որ մի բանում քեզի ճնշում է, դու պետք է ոտքի կանգնես։ Լսում եք։ Դու պետք է կանգնես ոտքի, դու պետք է պատերազմ հայտարարես դևերի դեմ։ Եթե օրինակ քո կյանքում ֆինանսական ճնշումներ կա, պարտքեր, դու պետք է ոտքի կանգնես, դա դև է։ Եթե քո կյանքում, քո ընտանիքում անընդհատ վեճեր կա, անընդհատ կռիվ, դա ոգի է, դա դև է, թանկագինս, դա տանջելու է քեզ, դու պետք է զենքդ հանես ու կանգնես ոտքի։ Եթե քո երեխեքը չեն ընծայում իրենց կյանքերը Տիրոջը չեն նվիրվում, դու պետք է ոտքի կանգնես, եթե քո ամուսինը չի նվիրվում, դու պետք է ոտքի կանգնես, թանկագինս։ Եթե քո սերունդը չի ապաշխարում, դա պարտություն է, սիրելիներ։ Մի թող սատանան գողանա քո սերունդը, քո ֆինանսները, քո առողջությունը, քո փոխհարաբերությունը։ Հիշում եք ինչ էր ասում Հակոբը, ասում, եթե իմ տունը դառնամ խաղաղությամբ,
Աստված ուզում է սիրելիներ, որպեսզի դու յուրաքանչյուրի հետ խաղաղություն ունենաս, ոչ ոքի հետ վեճ չունենաս։ Բոլորի հետ։ Ամեն թանկագիններս։ Հիմա սիրելիներս, այստեղ ինչ ասում, ասում է, երբ նա Տիրոջ առջև իր աղոթքը երկարացրեց, հեղին նրան բերանին էր նայում։ Երկարացրեց Տիրոջ աղոթքը։ Ասում է, հեղին նրա բերանին էր նայում։ Եվ ինչ էր կարծում։ Աննա իր սրտի միջից կխոսեր, լսում եք։ Սրտի միջից է, շատ աղոթներ սրտի միջից չեն, ուղղակի լեզվից են։ Սրտից պետք է դուրս գա այդ աղոթքը։ Ամեն թանկագինես, եթե քո սրտից աղոթքը դուրս եկավ, դա հասնելու է Տիրոջը։ Եթե դու ուխտ ես անում ու քո սրտից աղոթում ես, լսեք, Աստված շարժվելու է։ Աստված շարժվելու է։ Աննան իր սրտի միջից էր խոսում, միայն շրթունքները կշարժվեին, բայց ձայնը չէր լսվում, նրա համար հեղին նրան գինով կարծեց։ Էսի կողի կարծիքն է, որ միշտ սխալ բաներ կարող մտածեն։ Հիմա եւ հեղին նրան ասավ, մինչեւ երբ գինովություն պիտի անես, քո գինիիցդ հրաժարվի։ Նա պատասխան տվավ ու ասավ, ով Տեր իմ, այդպես չէ, ես վշտացած սրտով կին եմ եւ գինի կամ օղի խմած չեմ խմած, սակայն Տիրոջ առջև իմ սիրտս բացեցի։ Ասում եմ, իմ սիրտս բացեցի։ Ես մի բան եմ հասկանում, թանկագիններ, եթե կա արդյունքներ, դա սրտից է։ Եթե արդյունք է գալիս, դա սիրտը ուրեմն շարժվում է, սիրելիս։ Ամեն։ Աննան պատասխան տվավ ու ասավ, Տեր իմ, այդպես չէ, ես վշտացած սրտով կին եմ, գինի կամ օղի խմած չեմ, սակայն Տիրոջ առջև իմ սիրտս բացի։ Լինում է, չէ, որ երբ որ մեր սրտերը վշտացած է լինում։ Ու այդ վիշտը հա մնում է։ Քանի այդ խնդրի չլուծավ, այդ վիշտը ընդ մնում է։ Գիտես, սրտանց աղոթք է պետք եւ ուխտ է պետք անել Տիրոջ առաջ։ Սրտից է պետք աղոթել։ Քո աղախինի չարքին մի կարծիր, քանզի ես իմ վշտերիս եւ իմ նեղությանը շատության համար մինչեւ հիմա խոսեցի։ Նեղությանը շատության համար։ Անժամանակ հեղի պատասխան տվավ եւ ասավ, գնա խաղաղությամբ, Իսրայելի Տեր Աստվածը քո խնդրվածքդ քեզի տա, ինչպես որ նրանից խնդրեցիր։ Նայեք թանկագներ, պատասխանը մի անգամից եկավ երկնքից։ Քահանան բոլորին չէր կային, ասում եք գնա, քո պատասխանը եկավ։ Ու գիտեք, սիրելիներ, ինչն աստե ամենազորավորը, որ Աննան ինչ ասում, Աննան ասավ, քո աղախինը թող քո առջևը շնորհ գտնի, եւ իր ճամփան գնաց, կերավ, ու երեսը էլ չտրտմեց։ Հիմա թանկագինս, այդ ո՞նց է լավ, որ Աննան արդեն սկսեց հաց ուտել ու եւ չտրտմեց։ Ինք իր սրտում, լսեք, ինք իր սրտում համոզված է, որ արդեն երեխա է ունենալու։ Թանկագինս, եթե դու խոսք ես ստանում Տիրոջից, դու քո սրտում համոզվածություն ես ունենալու, որ պատասխանված է քո աղոթքը։ Այստեղ եք թանկագիններ։ Քո սրտում դու իմանալի ես, որ քո աղոթքը պատասխանվել է։ Դու քո ներսում գիտես, դու համոզված ես։ Ասում գնաց ու ել չտրտմեցավ։ Ու գիտեք ինչ երեխեն ծնվում է։ Թանկագինես, ինչի վրա եմ ուզում ուշադրություն դարձնեմ։ Հիմա եւ Աստված ասում է այցելեց Աննային։ Էդի չեմ նշել այդ խոսքը, բայց այդ ես կարամ կարդամ միասին, եկեք նայենք 18-րդ խոսքը։ Եվ հեղին 20-րդ խոսքից կարդանք։ Ասում է եւ հեղի Եղկանան եւ նրա կինը օրհնելով ասավ. Տերը քեզի այս կնոջից զավակներ տա։ Փող տված տղուն տեղ,
օրհնում է հեղին։ Եվ նրանք իրենց տեղը գացին։ Եվ Տերը այցելություն արավ Աննային։ Լսում եք։ Երբ Աստված շարժվում, երբ որ դու ուխտ ես անում Տիրոջ առաջ։ Երբ Աստված քո կյանքում շարժվում, երբ որ դու ուխտ ես անում Տիրոջ առաջ։ Երբ քո խնդիրներին այցելում Աստված, երբ որ դու ուխտ ես անում Տիրոջ առաջ, երբ որ դու կանգնում ես Տիրոջ առաջ, երբ որ դու որոշում ես կայացնում նվիրես քո կյանքը նրան։ Ամեն թանկագիններս։ Շարունակություն կա սրան, ասում է եւ Տերը այցելություն արավ Աննային, որ հղիացավ ու 3 տղա եւ 2 աղջիկ ծնվան։ Եվ Սամուել մանուկն էլ Տիրոջ առջև մեծացավ։ Հիմա տեսեք թանկագինս, դե վերև ինչ ասում։ Ասում է Տերը քեզի այս կնոջից զավակներ տա։ Տիրոջը փող տված տղու տեղ։ Այսինքն թանկագինս, եթե դու Տիրոջ համար մի բան ես անում, Աստված կրկնակի քեզի տալու է։ Հələ ավելի շատ։ Այնպես որ թանկագին ես, դու երկնքում հաշվի համար ունես։ Երբ որ դու գցում ես, այնտեղ տոկոս է գալ։ Երբ որ դու գցում ես, այնտեղ տոկոս է գալ։ Ամեն։ Հիմա սիրելիներ, Աստված Քրիստոսից հետո իր հոգին բոլորի վրա թափեց։ Բոլորիս վրա Տիրոջ հոգին կա թանկագիներս, եւ թագավորական հոգի է դա։ Եվ այդ հոգին թափվեց թե հրյաների եւ թե հեթանոսների վրա։ Ես ուղղակի ուզում եմ մի պատմություն անել Լեստեր Սամրալի կյանքից։ Գիտեք, Լեստեր Սամրալը մի հատ երազատ է։ Ինքը ծանր հիվանդ վիճակում, բժիշկները իրան հույս չեն տվել, ու գիտեք ինքը երազով ինչ է տենում։ Երկու բան է տենում, կամ դագաղ, կամ Աստվածաշունչ։ Կամ դու քո կյանքդ կնվիրես ընձի ու կապրես, կամ դու կմահանաս գետած դժոխք։ Աստված երազա ցույց տալու։ Ու գիտես ինքը չուզենալով ընտրում է նվիրվել Տիրոջը։ Ու գիտեք ինքը մեծ պտուղ է ունենում։ Շատ մեծ պտուղ է ունենում։ Սիրելիներ, մի բան ասեմ, ինչա ուխտը։ Ուխտը դա նվիրում ես քո կյանքը Տիրոջը։ Ասեմ թանկագինները, սատանան գիտեք ումից է վախենում։ Սատանան վախենում է նվիրված քրիստոնյաներից։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ, սիրելիներ։ Սատանան ավելի կազմակերպված է գործում, քան թե Աստծո ծառաները։ Սատանայի ծառաներն ավելի ուժեղ են նվիրվում սատանային, քան թե Աստծո ծառաները։ Ու գիտեք, թանկագինս, եթե դու քո անձը չնվիրես, դու իշխանություն չես ունենա դժոխքի վրա։ Դու քո անձը պետք է նվիրես։ Աստված սպասում է այդ ուխտին։ Եթե դու ուզում ես Տիրոջ ներկայության մեջ ապրես, օրհնված ապրես, դու քո կյանքը պետք է նվիրես նրան։ Ուրիշ ելք չունենք մենք, ժողովուրդ ջան։ Ամեն։ Հիմա ուզում եմ մի փոքր խոսամ ուխտի տեսակներից ու մենք կվերջացնենք։ Օրինակ, Աստված Նոյի հետ ուխտ կապեց, որ ջրեղեղով չի կործանի, եւ այդ ուխտի նշանը ի՞նչն է։ Ծիածանը։ Օրինակ Հովնաթանը Դավիթի հետ ուխտ կապեցին, որ մեկը մյուսի սերունդին պետքա պաշտպանեն եւ օրհնեն։ Դա ուխտ էր։ Օրինակ մենք ուխտ են կապում Աստծուն, որ մենք երբեք չենք թողնի Աստծուն, եւ նա էլ մեզի չի թողնի։ Ամեն։ Ուղղակի ուզում եմ այս խոսքի այս մտքի վրա մի հատ տեղ կարդանք, Ելից 24:7 եկեք նայենք։ Ելից 24:7։ Ելից 24-րդ գլուխ 7-րդ խոսք։
7-ից 10 կկարդանք։ Երկնքի Տեր Աստվածը, որ ինձ իմ հորս տնից ու իմ ծննդյան երկրից հանեց, եւ որ խոստացավ ինձի ու երթում արավ ինձի ասելով. այս երկիրը քո սերունդիդ պիտի տամ, եւ նա իր հրեշտակին քո առջևիցդ պիտի ղրկե, եւ դու նրանից իմ որդին կին պիտի առնես։ Կներեք, ես սխալ տեղ եմ բացել, Ելից 24:7, չէ՞։ Ես ծննդոցի բացել, Ելից 24:7։ Տեսեք ինչ ասում, ապա առավ ուխտի գիրքը եւ ժողովրդի առջև կարդաց, եւ նրանք ասեցին. Տիրոջ բոլոր ասածը պիտի կատարեք եւ նրան պիտի հնազանդվեք։ Մովսեսն էլ առավ արյունը, ժողովրդի վրա սրսկեց եւ ասավ. ահա բոլոր այս խոսքերի համաձայն Տիրոջ ձեզի առած ուխտի արյունը։ Այսինքն ուխտը արյունով էր հաստատվում, սիրելիներ, որ ժողովուրդը Տիրոջը հավատարիմ կմնա։ Կար թանկագիններս հավատարմության ուխտ ընտանիքին, որ դու քո ընտանիքին պետք է հավատարիմ մնաս։ Կա հավատարմության ուխտ եկեղեցուն։ Կա հավատարմության ուխտ, որ այս քաղաքի մեջ այնքան պետք է մնա, մինչև արդյունություն ու ճեղքում գա։ Կա հավատարմության ուխտ երկրին եւ երկրի օրենքներին։ Ամեն թանկագիններս, տարբեր ուխտեր կա։ Սիրելիս, ինչքան դու ուխտեր անես, այնքան Աստված քո կյանքում իր ներկայությունը կբերի։ Ամեն։ Օրինակ մարդ կա, սիրելիներ, սիրում է եկեղեցուց էթա եկեղեցի, եկեղեցուց էթա եկեղեցի։ Եթե գիտեք ինչի նման է, ոնց որ ծառը այգուց արմատախիլ անեն, հանեն տնկեն մի ուրիշ այգի։ Էլի արմատախիլ անեն, հանեն տնկեն մի ուրիշ եկեղեցի։ Էլի արմատախիլ անեն, գիտեք այդ ծառը վերջում կչորանա։ Կամ պտուղ չի տա։ Ամեն սիրելիներ։ Եվ ամենավերջում ես կկարդամ Ծննդոց 26:1-5 ու մենք կմոտենանք ավարտին Ծննդոց 26:1-5 Եվ ասում է երկրի մեջ սով եղավ, առաջվա սովից զատ, որ Աբրահամի օրերը եղել էր։ Իսահակը գերարա գնաց փղշտացիների Աբիմելեք թագավորին, եւ Տերը երևեցավ նրան եւ ասավ. Եգիպտոս մի իջնիր, բնակվիր այն երկրի մեջ, որ քեզ պիտի ասեմ։ Պանդուխտ եղիր այն երկրի մեջ, որ ես քեզ հետ պիտի լինեմ եւ քեզ պիտի օրհնեմ։ Վասնզի բոլոր այս երկիրը քեզի ու քո սերունդիդ պիտի տամ, ու քո ու հորդ Աբրահամին արած երթումս պիտի հաստատեմ։ Եվ քո սերունդը երկնքի աստղերի չափ պիտի շատացնեմ, եւ բոլոր երկիրները քո սերունդիդ պիտի տամ, ու երկրի բոլոր ազգերը քո սերունդովը պիտի օրհնվեն։ Քանի որ Աբրահամը իմ ձայնից ականջ դրեց, եւ իմ հրամաններս ու պատվիրանքներս, իմ կանոններս եւ օրենքներս պահես։ Ըստ ինչն էր, ասում է, քո հորդ Աբրահամին երթումս պիտի հաստատեմ։ Ինչ է նշանակում ուխտ։ Ուխտ նշանակում էր երթում։ Թանկագիններս, մենք պետք է պատրաստվենք ջրով մկրտությանը, որ երթվենք Տիրոջ առաջ, ասենք Տեր, ես իմ կյանքը քեզ եմ ընծայում։ Ամեն։ Իմ կյանքը քեզի է պատկանում։ Ամեն։ Թանկագիններս, եթե դու Աստծո խոսքի մեջ մի տեղ կա ասում է, ավելի լավ է ուխտ չանես, քան թե ուխտ անես ու ուխտազանց լինես, ուխտերը չկատարես։ Ինչի համար եմ ես սա ասում, սիրելիներ, որ դուք հասկանաք այդ մկրտության լրջությունը, այսինքն պետք է հասունություն ունենալ, նոր գնալ այդ քայլին։ Ամեն թանկագիններս։ Հարկ Տիրոջ, այսքանը, որ ես ուզում էի ասել, ժողովուրդ ջան,
Մի խոսքով ուխտը շատ զորավոր բան է։ Եկեք ոտքի կանգնենք։ Հալելույա։